Բարի երեկո։ Դուք դիտում եք Ամեկ Պլյուսի IFE Plus հաղորդումը։ Սկզբից օրվա ամփոփումը 120 վայրկյանում։ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի գնահատմամբ Ադրբեջանի կողմից մադրիդյան սկզբունքների չպահպանման պայմաններում Սերժ Սարգսյան Իլհամ Ալիև բանակցություններն անընդունելի են։ Մադրիդյան սկզբունքներ ասվածը, որոնց մեջ մտնում է առաջին հերթին ուժի չկիրառելը, արդեն իսկ 2014 թվականի օգոստոսից խախտված է, որը վերածվեց ապրիլյան պատերազմի։ Էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր նվազեցումը 2.5 դրամով կարող է իրականում ավելի թանկ նստել այն խավի համար, որն օգտվում է սուբսիդիաներից։ Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը նշում է. Տոկոսային տարբերությունները մենք երբ որ դիտարկում ենք, բնականաբար դառնում է, որ ունենք մենք գնաճ։ Հարկային նոր օրենսգիրքը պարտադրված է միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից, վստահ է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։ Նրա խոսքով օրենսգիրքը միտված է կենտրոնացնել երկրի ֆինանսական ռեսուրսները, սակայն տնտեսվարողների համար դժվարություններ է ստեղծելու։ Ֆինանսական ռեսուրսների կենտրոնացումը ուրեմն ցանկալի է ցանկացած երկրի համար, բայց կենտրոնացումը պետք է օղապարան չդառնա։ Ազգային պատկերասրահում հունիսի 17-ից հուլիսի 10-ը կգործի Բենիկ Պետրոսյանի բրոնզե դարը խորագրով հետահայաց ցուցահանդեսը Հայաստանում մանրաքանդակի հիմնադրի մահվան 20-րդ տարելիցի առթիվ։ Քանդակագործի դուստրը Արև Պետրոսյանը նշում է. Սա լինելու է վերջի ցուցադրությունը, քանի որ Բենիկ Պետրոսյան մշակութային ֆոնդը հասկացավ, որ այս ցուցադրությունների ընթացքում եւ պրոցեսի ժամանակ շատ աշխատանքներ վնասվում են։ Գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը կտրականապես դեմ է, որ մեր շախմատիստները մասնակցեն այս տարվա շախմատային օլիմպիադային, որն անցկացվելու է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։ 4 օրվա պատերազմից հետո լրիվ անիմաստ անդրշնալ է։ ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Վորլիկը հայտարարել է, որ համանախագահները մայիսի 16-ին նախագահների Վիեննայում կայացած հանդիպման արդյունքների շարունակման հույս ունեն։ Խոսելով Պետերբուրգում կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպման մասին, նա նշել է. «Ես անհամբերությամբ եմ սպասում այդ հանդիպմանը։ Մենք հույս ունենք, որ կողմերը հանրագումարի կբերեն միջադեպերի հետաքննության մեխանիզմի իրականացման մասին ԵԱՀԿ կողմից առաջ քաշած պայմանավորվածությունները և կվերականգնեն բազմակողմանի խաղաղ համաձայնության գծով բանակցությունները», նշել է Վորլիկը։ 1994 թվականից ի վեր այս տարվա գարնանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցած ամենալուրջ բախումների մասին տեղյակ է Ռուսաստանի քաղաքացիների 70%-ը, պարզել է Լևադա ցենտր ոչ պետական հետազոտական կազմակերպությունը։ Ռուսները Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների նախաձեռնող են համարում նախ եւ առաջ ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ի երկրներին 23%, Ադրբեջանին 19%, Թուրքիային 15%, գրում է Կոմերսանտը։ Այս հակամարտության մեջ քաղաքացիները ակնհայտ նախասիրություններ չունեն, 65%-ը չի համակրում ոչ այս, ոչ այն կողմին։ Հարցման մասնակիցների 15%-ը համակրում է հայկական կողմին, իսկ 4%-ը ադրբեջանական, 15%-ը դժվարացել է պատասխանել։ Իտալական Լա Ստամպա կայքը հարցազրույց է ունեցել Արևելյան եկեղեցիների ժողովի պերֆեկտ կարդինալ Լեոնարդո Սանդրիի հետ, որը Հռոմի Պապի Հայաստան այցի մասին ասել է. «Հայաստան այցելությունը կլինի ուխտագնացություն հանուն գթասրտության և խաղաղության»։ Պապի կողմից դա առաջին հերթին սիրո և հիասմունքի արտահայտություն է դեպի այս հնավուրց եկեղեցին, որը ունի Քրիստոսի նկատմամբ հավատարմության դարավոր պատմություն, ինչպես նաև նվիրվածության դրսևորում այս երկրի նկատմամբ, որը առաջինը դարձավ քրիստոնյա 301 թվականին, երբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը դարձի բերեց և մկրտեց ողջ ազգը։ Օրվա լրահոսը։ Հանուն բարեփոխված ընտրական օրենսգրքի քաղաքական տարբեր ճակատների ներկայացուցիչների 3 ձեռք բերված համաձայնությունը դեռևս չի նշանակում, որ ընդդիմության բոլոր առաջարկներն ընդունվել են։ Սա ամենևին կոնսենսուս չէ, ընտրական օրենսգրքի վերաբերյալ եւ ամբողջականությամբ ընտրական օրենսգրքին չի վերաբերում։ Սա չի երաշխավորում լրիվ արդար ընտրությունների ընթացքը, ամենևին։ Իշխանության ներկայացուցիչը համաձայն չէ այն 5 հարցերը, որոնք առանձնացվել էին ու կարևորվել, գտել են իրենց լուծումները։ Մենք բոլորս մինչև ընտրական օրենսգրքի ընդունումը քննարկել ենք եւ ամբողջացրել ենք 5 հարց։ Ասել ենք ժողովուրդ, այն մնացածն էլ են կարևոր, բայց սա ամենակարևորն է։
դուք եք ասել, ընդդիմությունն է ասել, եթե սրա շուրջ մենք իշխանության հետ գալիս ենք համաձայնության, մենք ունենում ենք լավ վստահելի ընտրություններ։ Նախկինում իշխանության հետ կոալիցիա կազմած ուժերն ավելի չեզոք են, նրանք համաձայնագիրը առաջ խաղացում են համարում, բայց ոչ վերջնական լուծում։ Հայաստանը այն երկիրը չի, որ տարբեր ոլորտներում խնդիրներ ունեն տարբեր եւ հանկարծ առանձին վերցրած ընտրությունը անցնի կատարյալ կամ դրա մոտ, դες մոտ չի կարող լինի։ Բայց որ քաղաքական ուժերը ջանքեր են գործադրել, որպեսզի որոշակի ցանկալի նպատակի մոտեցնեն, դա պետք է մենք գնահատենք։ Առաջնորդվելով կառուցողական մոտեցմամբ, մենք ամեն ինչ արեցինք, որբիսի չվիժեցնենք այս գործընթացը։ Կնքված համաձայնագիրը ոչ բոլորի սրտով է, ասում է Արամ Մանուկյանը, բայց անուններ հրաժարվում է ասել։ Միայն նշում է, որ այսօրվանից պետք է բոլոր կողմերը մտածեն փաստաթղթի իրագործման ֆինանսավորման մասին։ Տվյալ կետերի շուրջ իրականացումը արժի 15 միլիոն եվրո։ Ես կուզեմ, որ իշխանությունը ուղղակի երաշխավորի եւ տեր կանգնի իր այն ստորագրությանը, որ այստեղ եղել է։ Եթե մենք ստորագրել ենք, ուրեմն պատրաստ եք դա կյանքի կոչել։ 4+4+4 ձևաչափը ներառում է իշխանության, ընդդիմության ու քաղաքացիական սեկտորը։ Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հրաժարվում են ստորագրել փաստաթղթի տակ, համարելով, որ ընտրական օրենսգրքում բազմաթիվ չկարգավորված խնդիրներ կան։ Իսկ 5 կետերով փոփոխությունները օրենսգրքում կկատարվեն հունիս ամսվա վերջում, երբ ազգային ժողովը հրավիրի արտահերթ նիստ։ Հարկային նոր օրենսգիրքը նվազեցնում է խոշոր հարկատուների հարկերը, փոխարենը այդ ծանր բեռը դնելով փոքր ու միջին ձեռնարկությունների ուսերին։ Պատգամավոր Հրանտ Բագրատյանը 770 էջանոց հարկային նոր օրենսգրքի վերաբերյալ իր համար անընդունելի 124 դիտողություն ունի։ Եթե տեղի չունենա առաջիկայում ամբողջ տնտեսության հանձնումը փոքր ու միջինին, կրկնում եմ ամբողջը, մինչև 88%-ը։ Հայաստանը չի կարող զարգանալ։ Պատգամավորը կարծում է, անհրաժեշտ էր ոչ թե նոր օրենսգիրք, այլ սոսկ փոփոխություններ։ Այս օրենսգրքով կառավարությունը չունի որևէ տեսլական, թե 15 տարի հետո ընդհանրապես ինչ տեսք կունենա հայրենի տնտեսությունը։ Հնարավոր չի խոշորով զարգացնել Հայաստանը։ Հուլիսի 1-ից գազի սակագնի մոտ 10 դրամով նվազեցումը պարոն Բագրատյանին չի գոհացնում, քանզի աշխարհում գազի գինը նվազել է 3 անգամ։ Էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման մասով տնտեսագետը ունի իր հաշվարկները։ Տարիֆի ոչ թե 3 դրամով, այլ նույնիսկ դրան ավելացրեք 10 նման իջեցման հնարավորություն կարող է լինել։ Եթե էականորեն վերանայվի, ասենք, քվոտաների համակարգը, ես տեղակ չեմ ինչպես է դա սահմանվում Հրազդանի փշեկից էլեկտրաէներգիայի պարտադրի գնումների մասով։ Հրանտ Բագրատյանը ափսոսում է, սակայն չի փոշմանել, որ երեք վիճաբանել է հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանի հետ, ով ըստ նրա քննարկվող օրինագծերի մասին խոսելու փոխարեն տարբեր որակումներ է տալիս պատգամավորներին։ Ուրիշ պատգամավորների վերաբերված ֆունկցիա փորձել այդպեսով տրամաբանական ասված բանը խանգարել, միջամտել։ Այսուհետ որակում տալու ցանկացած նմանատիպ փորձ Բագրատյանի խոսքերով կոպտորեն կընդհատվի։ Արմավիրի մարզի տանձուտ համայնքում դեռևս տեսանելի է 20 օր առաջ տեղացած կարկուտի հետքերը։ 76-ամյա Հերբերտ Գրիգորյանը ցույց է տալիս վարունգի մարգերը։ Իշքան եմ սրավերեն հոսանք ծախսե, իշքան եմ տոր ֆարե, իշքան եմ չարչրվե, բերեմ դերեմ, որ եկամուտ վերցնեմ, եկամուտ կոնե դեղերից փողը լերա։ Դիսի բույսի շնորհք։ Isso bate no outro. Esse beijo que esse o telo ele vai ali pasca. Esse canal comparado no meio cultura mixeres comigo. Վնաս այնքան են կրել, որ էլ չափ չկա աղջիկջան, ինչ ասեմ, ծառերը տարերա։ Էսի 5 ռես դրել ենք, հեսա նորից պամիդոր եմ դրել, հնար չկա։ Գյուղում ընտանիք չկա, որ կարկուտից վնասներ կրած չլինի։ Բերքի 80%-ը վնասվել է։ Հերբերտ Պապի հաշվարկներով 2 միլիոն դրամի վնաս է կրել։ Մինչդեռ մտադիր էր ստացված եկամուտով իր տան տանիքը նորոգել, բայց վնասի մասին այդքան էլ չի մտահոգվում։ Կարևորը սահմանին խաղաղ լինի։ Թոսոս բերեմ։ Մինակ իմ թորը սալապ կաս։ Նրա թոռը Արայիկ Գրիգորյանը զինվոր է, որն իր խիզախությամբ աչքի է ընկել ապրիլյան պատերազմի օրերին։ Ապրիլի 2-ին, երբ ժամկետային զինծառայող Նարեկ Մալխասյանը նռնական նետով խոցել էր հակառակորդի մի 24 ուղղաթիռը, Արայիկը ոչնչացրել է անձնակազմին։ Նարեկը սամալոտ զարկողը իմ տղեն է, իմ թորն էր ավտոմատով, մարտի զարկող, որ զարկում անգնում է, այդ բանը լոչիկ մոչիկ է
նրանք վեկալում են, որ նորից նրանց խփել։ Իմ թորը գերացնում է երկուսին։ Պապը սպասում է, որ մի քանի օրից թորը կզորացրվի։ Թեև դեռ թեժ ամառ չէ, հայաստանցիներից շատերի համար հանգստի սեզոնը մեկնարկել է։ Պատճառն այն է, որ հունիսին առաջարկվող փաթեթներն ավելի էժան են։ Այդ վերաբերում է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում առաջարկվող փաթեթներին։ Արձակուրդը որպես կանոն կազմակերպվում է ոչ թե ցանկության, այլ բյուջեի թելադրանքով։ Ես թոշակառ եմ, ոչ թե չեմ գնում, ես իմ ամառային հանգիստը հասկացնում ձուկ բռնելով, ջրի ափին, Սևանում, Հրազդանում, ամենտեղ։ Հայաստանից դուրս, քանի որ կարելի ասել երևի թե ավելի մատչելի է, քան Հայաստանում։ Քանի որ դուրս մեկնելը մի քիչ ավելի վտանգավոր է հիմա, երևի Հայաստանում ավելի լավ կլինի, ավելի ապահով կզգանք մեզ։ Երևի Հունաստան։ Հայաստանում էլ ենք հանգստանում, որոշ հանգստավայրերում, բայց դուրսը ծովի հետ կապված, Հայաստանում ծովի հնարավորություն չկա։ Նախընտրում եմ նենց վայրինի, որ սարեր չլինի, որտեղ Հայաստանի սարերից արդեն հոգնել ենք, որ գնում ենք սար, ծով, լիճ, ուզում ենք նորություններ, դրա համար եվրոպական երկրներն ենք նախընտրում։ Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում հանգստանալը մի քիչ թանկ հաճույք է այսօր։ Նոր ավիափոխադրողների մուտքը Հայաստան թեև առաջացրել է մրցակցություն ավիատոմսերի շուկայում, սակայն էականորեն չի ազդել գների իջեցման վրա։ Կա որոշակի թանկություն, որը կարող է մարդուն ֆինանսական առումով անհարմարություն պատճառել, բայց չարտերային թվերթները կազմակերպվում են այնպես, որ հասանելի լինի գոնե միջին խավին։ Մասնագետը պնդում է, կախված մարդու նախասիրություններից ցանկացած երկրում էլ հնարավոր է մատչելի հանգիստ կազմակերպել։ Այնուամենայնիվ հայ զբոսաշրջիկի համար համեմատաբար մատչելի կարող են լինել Չեխիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, 7-օրյա հանգիստը կարժենա 350-ից 600 եվրո։ Այս տարի կա հետաքրքրվածություն նաև ուղղակի ճանաչողական տուրիզմի, այսինքն մարդիկ եվրոպական քաղաքներում զուտ ճանաչողական այցեր են կազմակերպում։ Տուրիստական գործակալության տվյալներով Հայաստանից ամենաշատը մեկնում են հանգստի Իտալիա, Չեխիա, Իսպանիա, Կիպրոս, Բուլղարիա, Մալդիվյան կղզիներ։ Ազգային պատկերասրահը բոլոր առումներով գողտրիկ փառատոն է։ Նրբազգաց ունկնդրի համար, ասում է հիմնադիր Մարիամ Շահինյանը։ Կերպարվեստի եւ երաժշտության ներդաշնակում, լայն իմաստով ձայնի եւ գույնի համադրում։ Հունիսի 18-ից հուլիսի 7-ը կանցնի ազգային պատկերասրահի միջազգային 12-րդ փառատոնը, որն արդեն ձևավորել է իր ավանդույթները։ Բացահայտել շնորհալի կատարողներին եւ բեմ տրամադրել, ստեղծել խաչմերուկներ երկրների երաժիշտների միջև, հատուկ մոտեցում ցուցաբերել ծրագրի ընտրության հարցում, քանի որ փառատոնի համերգներն իրենց շարունակությունն ունենում մենահամերգային ֆորմատով։ Ինչպես միշտ փառատոնի ծրագրերը պետք է լինեն տարբեր, նոր, հետաքրքիր, որպեսզի այս ինքնից անվանումը փառատոն դառնա իրոք տոն։ Փառատոնի բացման համերգը նվիրվում է ժողովրդական արտիստ Գեգամ Գրիգորյանի հիշատակին։ Այսօր տեղի ունեցել համախմբում կուսակցության հիմնադիր համագումարը։ Այս կուսակցության առանցքն են կազմում Բարգավաճ Հայաստան կուսակցության այն նախկին անդամները, որոնք նախորդ տարվա փետրվարյան իրադարձություններից հետո պահպանել են արմատական կեցվածքը եւ համաձայն չեն ներկայիս ԲՀԿ-ի չափավոր մոտեցումների հետ։ Նորաստեղծ կուսակցությունը ընդունված է կապել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ։ Օրվա գլխավոր թեման։ Մարդու իրավունքների երրորդ պաշտպանը գտել է իր կուսակցությունը հանձին Վարդան Օսկանյանի համախմբումի, որն այսօր հանդես եկավ ընդդիմադիր դիրքերից։ Ակնհայտ է, որ պետք է տեղի ունենա իշխանության փոփոխություն, իշխանական համակարգի փոփոխություն, եւ կուսակցությունը կարծում եմ արդեն հայտարարել է, որ գնում է ամբողջական իշխանափոխության։ Համախմբումը Մանվել Եղիազարյանի երկրորդ կուսակցությունն է, ինքը նախկին դաշնակցական է։ Ես դաշնակցական եղել եմ մարտի 10-ում։ Արաբո Ջոկատը իր ամնատարնել է ամբողջական իշխանափոխության կողմնակից, բայց Սերժ Սարգսյանին հանգիստ կթողներ։ Եթե մենք այսօր հարց դնենք հերացնել Սերժ Սարգսյանին, ինչքան դա լուրջ կընդունվի հանրության կողմից։ Ստեփան Մարգարյանը մանրամասն թվարկում է, թե ինչպիսի իշխանության հետ են գործ ունենալու։ Իշխանությունները փոխանակ քննարկելու խնդիրները լուծելու ուղիները զբաղվում են բողոքի ակցիան չեզոքացնելով։ Պարոն Մարգարյանը նկատում է նաև, որ պետությունն ինքը առողջ չէ, իշխանության մաս կազմող պատգամավորը քննադատում է արկային օրենսգիրքը եւ կողմ քվեարկում նրան։ Հասկանալի է, որ նա այդ բանը հաճույքով չի անում։ Նրան ասում են այդպես անել։ Դա նշանակում է, որ բոլոր մակարդակի գործարարները լուրջ խնդիր ունեն։ Նրանք կամ փողոցում պետք է պայքարեն իրենց շահերի պաշտպանության համար, կամ հարեն եւ օժանդակեն իրենց շահերն ու տեսակետներն արտահայտող քաղաքական ուժի։ Վարդան Օսկանյանը հույս ունի այս կուսակցությամբ համախմբել ամբողջ հասարակությանը եւ կրկին հանուն իշխանափոխության։ Համախմբում կուսակցությունը իսկապես այսօր հայտ է ներկայացնում
իշխանություն վերցնելու։ Հայաստանը ժողովրդավարական եւ ազատ տնտեսություն ունեցող պետություն չէ, ասում է Վարդան Օսկանյանը համագումարից հետո նա պատասխանում է հարցերին։ Հավատում է, որ ընտրությունների ճանապարհով կարող է իշխանություն փոխել։ Հավատում եմ վերջում ագորում։ Կուսակցության ցուցակում Ռոբերտ Քոչարյանի ներկայության մասին հարցը Վարդան Օսկանյանը համարում է հիպոթետիկ։ Ինքն ընդհանրապես խնդիր չունի հաստատելու կամ հերքելու Քոչարյանի կապը կուսակցության հետ։ Մարդու իրավունքների նախկին պաշտպանը նույնպես երկրորդ նախագահի հանդեպ բարդություններ չունի։ Պարոն Քոչարյանի հետ կարող են պարոն Տեր-Պետրոսյանի հետ, պարոն Սերժ Սարգսյանի հետ, բոլոր ովքեր կորոշեն պայքարել ինձ հետ կոռուպցիայի դեմ, պատրաստ եմ ներգրավել մեր կուսակցության մեջ։ Անդիմադիր կուսակցությունների տեղը, ինչպես ասում են, նեղ է։ Դրանք շատ են եւ դրանց հրատարակությունը գրեթե նույնն է։ Պետք է սպասել, որ մոտակա 1 տարվա ընթացքում բազմիցս հնչելու են արտագաղթ եւ աղքատություն բառերը։ Դրանք իհարկե միանգամայն ճշգրտորեն են բնութագրում իրավիճակը, բայց 25 տարի կրկնելով այդ իրավիճակը չի շտկվում։ Ճիշտ է, Քոչարյանի կողմնակիցները կարծում են, որ իրենց ղեկավարի օրոք արտագաղթ չի եղել, ինչը մեղմ ասած չի համապատասխանում իրականությանը։ Անդիմադիր դաշտի նեղվածքի հետևանքներից մեկն է նաև անդիմադիր կուսակցությունների իրար հասցեի տարատեսակ մեղադրանքները։ Այդ մեղադրանքների բովանդակությունը սովորաբար հետևյալն է. դուք իսկական արմատական անդիմադիրներ չեք, դուք իշխանության այս կամ այն օղակի նախագիծն եք, դուք պատրաստվում եք դառնալ կամ արդեն դարձել եք հաճախորդ եւ դհոլ։ Իրար վարկաբեկելու ավանդույթը նույնպես սկսվել է 25 տարի առաջ։ Դման խոսակցությունների առիթ կարող է դառնալ նաև վերջերս ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչների կողմից ստորագրված համատեղ հայտարարությունը, ըստ որի մի շարք կուսակցություններ համաձայնության են եկել ընտրական օրենսգրքի 5 վիճելի կետերից 4-ի վերաբերյալ։ Այդ ընդհանուր առմամբ կարծում եմ դրական երևույթը նույնպես բազմաթիվ թունոտ մեկնաբանությունների տեղիք կտա։ Ամեկլուսի զրուցակիցն է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Պարոն Իսկանդարյան, ինչ նոր երանգ է ավելացնելու համախմբում կուսակցությունը հայաստանյան քաղաքական кյանքում։ Новым я это бы не назвал, это на всех выборах примерно бывает. Есть поле, его надо взять. Есть пространство, есть потребность, причем у всех есть потребность, и у правящей партии, которым нужно заполнять как-то, да, этот процент, и у более широких массах есть какая-то потребность в какой-то оппозиционной силе, и на это сейчас идет конкурс. Кто будет той политической партией, которая попробует всерьез взять, процентов там, 10, 15, 20, то есть, какое-нибудь второе издание Баргава-Чарестана. Конкурс, в общем, более или менее объявляется. Мне кажется, немного фальшстарт. Мне кажется, что по-серьезному все начнется осенью, но это место пытается занять господин Օսկանյան со своей командой. Посмотрим, как получится. Այսինքն դուք կարծում եք, որ դա ինչ-որ պայմանավորված խաղայշխանությունների է։ Нет, я совершенно не думаю, что для этого надо садиться где-то под столом, накрываться подушками и втайне договариваться. И так все понятно. В общем, понятно, что республиканцы собираются побеждать. По избирательному кодексу, по тому закону, который принят, понятно, что они наберут между 51 и 66%. Понятно, что все остальное надо чем-то заполнять. Вот этот постоянный ужас республиканцев, да, не набрать 90%, он не должен осуществиться, это им невыгодно. С другой стороны, постоянно в оппозиции есть разговоры об объединении. Никакого объединения не получится, я говорю заранее, да, но к партиям, которые занимают в парламенте 1-2 места, 3-4, да, относятся со скепсисом, скажем так, в народе, да, уровень доверия чрезвычайно низкий. Сейчас больше порядка 3/4 людей по социологическим вопросам, они не доверяют никакой политической силе вообще. Соответственно, есть потребность с двух сторон, и это, в общем, понятно, для этого где-то там за углом договориться просто не нужно. Անդիմադիր կուսակցությունները շատ են, չէ, մասնակցելու։ Նրանք չեն խանգարում իրար, հաշվի առնելով, որ նրանք հանդես են գալիս գրեթե միևնույն հռետորաբանությամբ։ Они мешали бы друг другу, если бы у них была цель прийти к власти. Вот тогда надо было бы объединяться. Если бы всерьез они представляли, что они могут прийти к власти или занять серьезное место
Но в менеджменте тогда бы они нашли силы для того, чтобы объединиться. Так во всем мире происходит. Но так как власть они прийти реально не собираются, и они конкурируют не за место власти, а за место кресла оппозиционера. То есть ты должен доказать не то, что ты хочешь прийти к власти, а то, что ты самый чистый, самый хороший, самый против и самый честный, который против. А если так, то твоя задача не смягчить риторику для того, чтобы объединиться с другими, не найти консенсус, а наоборот быть наиболее радикальным, чтобы вырвать свои 3, 4, 5 мест в парламенте. За это идет сражение. Настоящие противники оппозиционных партий являются не республиканцы, они с ними не могут вступать в борьбу. Настоящими их противниками являются, они друг для друга являются противниками. И поэтому это довольно рационально. Для того, чтобы радикализировать, кто больше всех радикализирует, тот, может быть, действительно пройдет в парламент и будет на ближайшие 5 лет устраивать истерики в радость вот такого своего էլեկտորատը, и это и происходит. Շնորհակալություն։ Իմ զրուցակիցն էր քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշում է, թե որ դեպքում է, որ ժողովուրդը կարող է լավ ապրել։ Իհարկե, եթե ամեն ինչ այդքան հեշտ լիներ, մենք բոլորս ձայլ կտայինք Հրանտ Բագրատյանին։ Դիտեք տան վերջին խոսքը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Մենք կհանդիպենք երկուշաբթի օրը։ Եթե 2013-ին ձայների նախապատվություն չտայիք Սերժ Սարգսյանին եւ Ռաֆի Հովհաննիսյանին եւ խելացի վարվեիք Հրանտ Բագրատյանը դառնար նախագահ, նախ այս սահմանությունը չէինք ունենա։ Եվ երկրորդ անմիջապես ես գրաժարվեի Ղարաբաղի բանակցություններից։ Так что если я уж работать начну, я такого наворочаю, таких дров наломаю, такую кашу заварю, 3 института 5 лет расхлебывать будут, не расхлебают.